2006 թվականից հունիսի 14-ը Հայաստանում նշվում է որպես բռնադատվածների հիշատակի օր։ Պաշտոնական տվյալներով Հայաստանից բռնադատվել է 42,000 մարդ, նրանց զգալի մասը գնդակահարվել է։ Այդ սարսափելի իրականության գեղարվեստական, ուշագրական, հրապարակախոսական անադարձները հետագայում ստացան գուլագի կամ գուլագային գրականություն անվանումը։ Գրականագետներ Հայկ Ամբարձումյանի եւ Սիանուշ Դվոյանի հետ այսօր զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում կփորձենք հասկանալ ինչպիսին է գուլագային գրականության հայկական հատույթը, ողջույն ընկերներ։ Նախ փորձենք այդ ժամանակահատվածը, մի փոքր կոնկրետացնել, ընդհանրապես տպավորություն կա, որ բռնադատվածները վերաբերում են Ստալինյան ժամանակաշրջանին, Ստալինից առաջ չեն եղել, Ստալինից հետո չեն եղել, հա, եւ այդ գրականությունն էլ է այս տարածքի մեջ ընկալվում եւ գնահատվում։ Շատ լավ հարց էր։ Իրականում այո, մեծ հաշվով, եթե խոսում ենք խորհրդային շրջանի գրականության մասին, բռնադատվածների գրականության մասին, հիմնականում նկատի ենք առնում Ստալինյան շրջանում տեղի ունեցածը, որովհետև հետ Ստալինյան շրջանում 70-ական թվականներին, հատկապես 70-80-ական թվականներին մի տեսակ ընկալվում է որպես դրա շարունակությունը կամ դրա, այսպես ասած, ալիքը, որ շարունակվում է արդեն այլ ժամանակաշրջանում։ Թեև գրողներն իրենք օրինակ ասենք Վարլամ Շալամովը այդպես չէր ընկալում, որովհետև պետական բռնության ու հարցերը գրողների ուշադրության կենտրոնում են եղել նաև ցարական շրջանում եւ ասենք ինքը երբ որ իր գրականության, այսպես ասած, ժառանգորդման մասին էր խոսում, ինքը իրեն տեղակայում էր 19-րդ դարի գրականության շարունակության մեջ, հենց թեմայի առումով ես նկատի ունեմ, էլի։ Այդ հարցը ինչու ծագեց, որովհետեւ երբ որ փորձ է արվում համակարգել բռնադատվածների գրականություն կամ գուլագային գրականություն եւ հեղինակներ ընտրել, ինչ որ ստեղծագործություններ ընտրել, մի խնդրի է զբաղվում, որ օրինակ ինչով գուլագային կամ բռնադատվածի չեն Միքայել Նալբանդյանի որոշ հրապարակախոսական հոդվածներ, չգիտեմ, Թումանյանի բազմաթիվ նամակները գրված բանտից, Իսահակյանի մի շարք պատմվածքներ կան այդ բանտային իրականությունը պատկերող եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք շատ չենք նեղացրել շրջանակը, որ մեզ համար ըստ ամենային նաև քչացրել ենք այդ քանակը, հա, գրականության։ Հիմա որ հիշենք Գուրգեն Մահարի, չգիտեմ, Մկրտիչ Արմեն, Սուրեն Ղազարյան, հետագա որոշ այսպես հպանցիկ երևույթներ եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ կոնկրետացնենք հարցը, պետք է ընդհանրացակենք, թե այնուհանդերձ այդ ճանապարհով գնանք։ Որոնք են հայ գուլագային գրողները եւ իրենց ստեղծագործությունները։ Գուլագի հենց անվանումը Ստալինյան բռնաճնշումն է, այս դեպքում կարող ենք բռնադատվածների գրականություն կամ ճամբարային գրականություն, բանտային գրականություն անունը տանք, քաղաքական ուրեմն հալածյալների գրականությունը այդ քո նշածը այդպես էլ ընկալվում, եթե այդ բառը այս թեմայի շուրջ կենտրոնանանք, որտեղից սկսենք, ում մասին խոսենք։ Տեսեք, այո, գուլագը դա սովետական եւ ստալինյան իրողություն է։ Դրա համար եթե գուլագային ենք ասում, ուրեմն մնում ենք այդ շրջանակում։ Ճամբարային էլի չենք կարող ասել, որովհետեւ ճամբարները մեծ հաշվով որպես պետական բռնության ճանապարհներ կամ եղանակներ, դրանք 20-րդ դարի իրողություններ են, դրանք ավելի վաղ չեն եղել։ Այնտեղ մնում է բանտային գրականությունը, ինչը որ այդպես էլ ասում են, ասենք նույն իրեն գրողները իրենց կոչում են այդ անունները, այսինքն իրենց փորձառությունը հենց այդպես էլ կոչում են բանտային օրագրեր, չէ՞։ Չգիտեմ, բանտային գրականություն չի, գուլագը այդպես մի ֆենոմեն է, եթե կարելի ասել, որը շատ տարբեր բան եւ ժամանակը եւ հարաբերությունների կերպն է բնութագրում, իշխանությանս բռնությունն է բնութագրում, որովհետև ցարական բանտարկությունների հալածանքները մի փոքր այլ էին։ Արտաքսում էին մարդկանց այլ քաղաքներ, օրինակ չեն թողնում, չգիտեմ, Իսահակյանի դեպքում, երբ որ նույնիսկ նա Օդեսայից վերադառնում է, չեն թողնում, ասենք, մեծ քաղաքներում ապրի, օրինակ։ Այո, բայց նաև այս ճամբարային գրականության պարագայում մենք ուրիշ բանի հետ ենք գործ ունենում, մասսայական եւ մասշտաբային պետական բռնության հետ ենք մենք գործ ունենում, որը չունենք 19-րդ դարում կամ ամեն դեպքում այդ շրջանականներին է եւ 49 թվականին արդեն։ Նու 20-ի վերջից 29-ից արդեն մոտավորապես սկսում է այսպես ասած, բայց թափ է հավաքում 36-37-ին եւ ամենամեծ բանը քանակությունը այդ շրջանի հետ է կապված, այդ շրջանի հետ է կապված նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի միջայլոց նացիստական ճամբարների ամբողջ փորձառությունը, որ էլի ոնց որ ինչ որ առումով արձագանքում է այս փորձառությանից։ 19-րդ դարում մենք ունենք բանտային, երբ որ անհատներին իրենց մտքերի գաղափարների համար ուղղակի բանտարկում էին։ Նույնը չենք կարող ասել
70-ական թվականների համար, որտեղ 70-ականներին էլ դրանք հատուկ երևույթներ են, էլի ոչ մասշտաբային, ոչ այդքան շատ, ինչքան որ ունենք 40-ականներին։ Երևույթը բռնադատվել էր, հա, ասենք կոչում։ Լավ, որ խորանում եք մի քիչ ընդհարցակում ենք, եկեք մի քիչ ավելի մասնավորվենք հենց գուլագային գրականության վրա եւ այո, ինչ ունենք եւ որքանով է սա հարաբերելի ռուսական այդ տեսակ գրականության հետ եւ հետո արդեն գեղարվեստական առանձնահատկությունների էլ թերևս կանդրադառնանք։ Շատ լավ հարց է, որովհետև ես օրինակ երբ որ սկսեցի տարիներ առաջ զբաղվել այդ հարցով, շատ անակնկալ էր ինձ համար, երբ որ բացահայտեցի, որ ներողություն մենք էլ փաստորեն ահագին գրականություն ունենք եւ ահագին ես նկատի ունեմ նաեւ քանակական առումով, որ մարդիկ գրել են, մարդիկ նաեւ օրագրեր են պահել, նաեւ դրանք կան եւ հասանելի են տարբեր արխիվներում եւ այլն, այլ հարց, որ մենք չենք խոսել եւ դա չենք համարել մեր գրականության մի կարևոր մասը եւ այս պետական բռնության հարցերը չեն ընկալվել գեղարվեստի եւ ընդհանրապես արվեստի հետ հարաբերության մեջ։ Այս արդեն այլ խնդիր էր, որը մարտարավեր է մի առումով մեզ գիտնականներից նկատի առնելու այս հարցերը, երբ որ մոտենում ենք մեր գրականությունը հասկանալուն կամ ճանաչելուն։ Հիմա ես մի քիչ կզգուշանայի տենց զուտ ինչ ասեմ, որակական ասեմ կամ ինչ ասեմ համեմատություն անցկացնել ռուսականի հետ Շալամովի, Սոլժենիցինի եւ Մահարու կամ Մկրտիչ Արմենի գործերի միջև, ոչ թե այն պատճառով, որ դրանք համեմատելի չեն, այլ որ յուրաքանչյուրը գեղարվեստի իր ընկալումն ուներ։ Նույն Սոլժենիցինը եւ Շալամովը իրենք էլ տարբեր ընկալումներ ունեին գեղարվեստի եւ այդ նույն համատեքստում նույն Մահարին եւ Մկրտիչ Արմենը տարբեր պատկերացումներ ունեին իրենց փորձառությունը գրելու, հենց այդ փորձառությունը գրելու, էլ չեմ ասում, որ Մկրտիչ բանի մոտ Գուրգեն Մահարու մոտ դա կապվում էր իր մանկության, որբության փորձառության հետ եւ շատ ուղիղ աղերսներ ուներ դրա հետ, էլի, այսինքն այս հարցերը, բռնության հարցերը ընդհանրապես, որ գալիս է մարդուն զրկելու իր, ինչ ասեմ, այն դեպքում ընտանիքից, տնից, ժառանգությունից եւ այլն, այս դեպքում արդեն սոցիալական կյանքից, սրանք ասենք տարբեր կերպ են ընկալել գրողները եւ ավելի շատ ինձ սկսում էր հետաքրքրել այս հարցը, թե յուրաքանչյուրը ոնց է նայել այս խնդրին եւ ինչ հարցեր է որ բախվել է, էլի այս հարցի հետ գուլագը կա արդյոք, օրինակ երբ ես Մահարու ծաղկած փշալարերը ընթերցում եմ, ես այդտեղ այդ գուլագը չեմ տեսնում, որ կարող էի տեսնել եւ տեսնում եմ Սոլժենիցինի մոտ։ Շատ հետաքրքիր է։ Եվ ինչու է այդպես։ Այս շատ հետաքրքիր հարց է, ես էլ եմ այդ նույն տպավորությունը ստացել Մահարու եւ նույն Շալամովի դեպքում էլ, Շալամովի կամ Սոլժենիցինի դեպքում էլ, որ Մահարին երբ որ պատմում է մի տենց մեծ աքսորի մասին, որը կարծեք իր մանկության փոքր աքսորի շարունակությունը լինի ուղղակի ընդլայնված։ Իր դաժանությամբ հանդերձել ծաղկած փշալար էր, չէ՞։ Այդ այն դաժանությունը բան, որ պետք է բնորոշներ գուլագայինին, այդքան բնորոշ չի այդուհանդերձ Մահարուն։ Որտեղ Մահարին այդտեղ նաև մարդկային բաներ է գտելու, այս ամենացնցող բառն է, որ կարող ենք եւ ես ունեցել եմ այդ ապրումը, երբ որ կարդում եմ այդ գրականությունը, մեկ էլ տեսնում եմ այս մարդիկ ճամբարներում մարդկային աշխարհ են հայտնաբերել, այսինքն այդ ծանր փորձառությունը, եթե կարողացել են հաղթահարել չմեռնել, ուրեմն այնտեղ սկսել են մարդկային աշխարհ ձևավորվել եւ գրողների ահագին մասը այդ մարդկային աշխարհը ներկայացնում է։ Այլ հարց, որ ասենք նույն Շալամովն ասում է, այո, որքան էլ դրանք կան, բայց միևնույն ժամանակ դա հիշողություն չի ձևավորում, դա փորձառություն չի դառնում։ Բայց մեր պարագայում, մեր գրողների պարագայում, հատկապես Մահարու պարագայում, սա շատ հետաքրքիր հարց է եւ պատահական չէ, որ ասի իր մոտ առնչված է ցեղասպանության եւ իր որբության հարցը։ Սա հոգեբանական խնդիր է, ներողություն Արմեն ջան, հոգեբանական խնդիր է, այսինքն այդ դաժանությունները, ինչպես եւ ցեղասպանության այդ պատկերների դեպքում կամ այդ տեսակ գրականության դժվար է պատմելը եւ ինչ որ արգելքներ կան։ Հա, ներքին արգելքներ կան, դրանք ոչ միայն հոգեբանական արգելքներ են, որովհետև ասենք օրինակ նույն Մահարու դեպքում դե շատ վաղ որբացել է եւ զրկված է եղել ըստ էության այն ընտանեկան աշխարհից, որը ամբողջական աշխարհից, որը ինքը պիտի ունենար որպես մանուկ, այսպես ասած։ Եվ դա որոշակի կենսակերպ է ձևավորել Մահարու մոտ, ընդ որում դա կապված է հենց իր խոսելու, իր փորձառությունը լիարժեք ներկայացնելու կամ պատմելու հետ։ Ու շատ հետաքրքիր է, որ 60-ական թվականներին ինչ որ անում է Մահարին, դա մի առումով հետ վերադարձ է 30-ական թվականների իր
արածների ընկետերին, որոնք կիսատ են մնացել կամ իր պատկերացմամբ լավ, տենց ամբողջական գեղարվեստական չեն եղել։ Այրվող այգեստանները մանկություն պատանեկության ընդլայնված տարբերակն են։ Գերխանի տոհմի այլ հարց է ցակում, Սյանուշ, այնուամենայնիվ տես կա, եթե նույնիսկ այդ գրական մոտիկ շերտը ուսումնասիրենք, Մկրտիչ Արմեն, Գուրգեն Մահարի, Մկրտիչ Արմենի պատվիրեցին հանձնել ձեզի պատմվածքները, հատկապես այն չկրճատվածները, որոնք կարծեմ 2000-ականներին լույս տեսան, այդ դրանք վերստեղծում են գուլագային որոշակ իրականություն, դաժանություններով, այնտեղ կենցաղավարությամբ, կանանց հանդեպ վերաբերմունքով հատկապես, բայց այսպիսի մի հարց կա նաև Վահրամ Ալազանի հուշագրությունը, հետագայում լույս տեսավ Մարո Ալազանի հուշագրությունը կար Սուրեն Ղազարյանի դա չպետք է կրկնվի էլի բանտային կյանքի մասին։ Մենք այստեղ ժանրային տարբերակում պետք է դնենք հուշագրություն է, գեղարվեստականացրել է, չգիտեմ, պատմվածք է, թե պարզապես օրագրություն։ Ժանրային տարբերակում այս դեպքում փոխում է իրերի ընկալման վիճակը։ Գուցե ես անկեղծ ասած այդ առումով չեմ նայել գրականությանը, այս գրականությանը հատկապես, բայց մի կոնկրետ հարց կար, որին առնչվել եմ։ Դա վերաբերում էր նրան, որ իրենց ապրածը ինչ որ ճամբարներում ապրել են, ինչպես է հնարավոր օբյեկտիվորեն ներկայացնել, որովհետև այս օբյեկտիվության հարցը անձնական անհատական փորձառություն է, յուրաքանչյուրը իրենց փորձն է ներկայացնում, բայց այդտեղ մեծ հարց էր, որ երբ որ իրենց այնքան ծանր փորձառություն է եղել, որ երբ որ դա ներկայացնում ես, չես կարող էմոցիոնալ չլինել, սուբյեկտիվ չլինել, եւ մեծ հարց ունեին գրողները այս օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու, ընդ որում տարբեր միջոցներ էին գտնում, ասենք նույն Մկրտիչ Արմենը ինքը ինչ էր անում, ինքը ինչքան հնարավոր է մանրամասներով այդ առօրյան կենցաղը, մանրուքները ներկայացնում էր շատ մանրամասներով, իմիջայլոց, որը քննադատում էր հենց Սուրեն Աղաբաբյանը 60-ական թվականներին ասում էր լուսանկարչի նման է մոտենում այդ իրականությանը, ոչ գեղարվեստորեն կամ գեղարվեստական գրողի բան կա, հատկություն կա, բայց ասենք նույն Մահարու գործերը ինքը համարում էր, որ գեղարվեստորեն է մոտեցել։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է, որ ինչն են փոխել, ինչն են փոխել գեղարվեստական աշխարհ ստանալու համար։ Գուցե մարդը հենց գեղարվեստական երկում ավելի մաքսիմալ օբյեկտիվ լինի եւ ավելի մաքսիմալ ճշգրիտ բաներ պատմի, քան նույնիսկ հուշագրություն պատմողը։ Այո, դա էլ կա, չէ՞։ Այո, իհարկե։ Հիմա այդ ասում եմ օբյեկտիվության հարցը։ Սիրելի Սյանուշ, այսինքն այդուհանդերձ եւ այդ փոփոխությունը այդ հոգեբանական խնդրի հետ էր կապված կամ գուցե թելադրված էր գեղարվեստական լեզվի հանգամանքով։ Այսինքն դու պատում ես կառուցում արդեն կերպարներ եւ այլն եւ մի քիչ էլ քո գրողի աշխարհայացքը կամ աշխարհընկալումը եթե այդպեսին է որ դու լավ բաներն ես տեսնում ոչ թե վատ այդ արդյունքում է փոխում թե այդուհանդերձ վախեր կային այսինքն չեն կարող այդ ժամանակի մեջ հնարավորորեն բաց գրել այդ ամեն ինչի մասին Էդ էլ կար, այսինքն այս վերջին հարցնել իր ժամանակի չի տպագրվել ամեն դեպքում այդ գործերի 60-ականներին սկզբին էր հնարավոր այս գործերը հրատարակել 64-ից հետո մենք այլևս տեսնում ենք որ չեն հրատարակվում այս գործերը եւ եթե հրատարակվում են 80-ականների վերջ այո 80-ականներ են գնում արդեն եւ ավելի ուշ հատկապես 2000-ականներ 2010-ին շատ էր սկսվել հրատարակվել այդ ուշագրությունները, նամակները, բան սկսեցին հիմնականում այդ շրջանում հրատարակել։ Տեսեք, այդտեղ շատ օրինակ Վաչե Սարգսյանի գործերի դեպքում այդ շատ ակնհայտ է թե ինքը ինչի է բախվել։ Ասենք անունները պահել հենց այն անունները, որոնք որ իր ճամբարային ընկերներն են եղել, թե փոխել այդ անունը։ Շատ լուրջ խնդիր է եղել։ Եվ ինքը պահել է, հա, եւ ինքը պահել է այդ անունները, ասենք ահագին մասին պահել է այդ անունները, թեև գլխավոր հերոսի անունը փոխել է, ասենք Վազգեն է գլխավոր հերոսի անունը, ոչ թե Վաչե, բայց իր փորձառությունն է ըստեյության եւ ասենք այնտեղ զավակները պատմում էին, որ գործերը գրելու ընթացքում, երբ որ այդ ճամբարային ընկերների հետ խոսում էր, կտորներ էր կարդում Ասում եմ իր համար շատ կարևոր էր, որ մյուս կողմը ասեր, որ հա, շատ մոտ է տպավորությամբ, ազդեցությամբ շատ մոտ է նրան, ինչ որ մենք ապրել ենք ճամբարում, այսինքն այս էլ շատ կարևոր հարց է, որ ամեն դեպքում գեղարվեստորեն է մոտեցել այդ փորձառության, այսինքն ստեղծել մի բան, գործ կամ մի աշխարհ, որը կտպավորի եւ մեզ կհամոզի, որ այդպես է եղել, ոչ թե որ օբյեկտիվորեն այնտեղ է դա եղել է, թե չի եղել այդ պահին դա։ Դա բանաթացում, որտեղ այստեղ էլ այդ գեղարվեստական
իրականության արժանիք է, էլի դու կարող ես այդ իրականությունը բառացի պատմել, չտպավորել այդ սարսափներով, բայց գեղարվեստականությունը միացնել եւ տպավորես, հա։ Նման հնարքների դեպքում նույնպես քանի որ շատ լավ կարդացել եմ վերջերս որ վերահրատարակեցի Վահրամ Ալազանի գիրքը, ինքն էլ ձգտել է եւ այդ հուշագրության մեջ նաեւ խոստովանում է Փորձում էին միացնել, գիտեք, այդ ասինքն փաստական կողմը եւ գեղարվեստական մասը փորձում էին համադրել իրար հետ։ Հիմա ոնց էր ստացվում, ինչ էր ստացվում յուրաքանչյուրի մոտ, սա էլ հարց է, ասենք Մահարին ինքը մտքով էլ չի անցել, որ ասենք պետքա փաստագրության մասը պահի, ինքը գեղարվեստական աշխարհ, այդ հերոսներով եւ այլն, բայց օրինակ նույն Վաչեի մոտ դա հարց է եղել, նույն Մկրտիչ Արմենի մոտ դա խնդիր է եղել։ Ինքն է փորձել է այդ կենցաղն ու առօրյան մանրուքներով պահել, որովհետև իր համար կարևոր է եղել, թե ինչ միջավայրի մեջ էր այդ փորձառությունը։ Եվ նպատակ այդուհանդերձ, օրինակ Վաչե Սարգսյանի դեպքում, որ դուք ուսումնասիրել եք, հրատարակել եք նաև, շատ կարևոր է, այսինքն այդ իրականության այդ ամբողջ բաները ներկայացնելը, ոչ միայն անձնական կարծում եմ բանը, այլ նաև զուտ գաղափարական նպատակով այդ երկրի վիճակը այդպես ներկայացնելը, չէ՞, եթե չեմ սխալվում, դա կա։ Հա, օրինակ Մահարին նման հարց չի ունեցել։ Մահարին ճակերտավոր ասած մի քիչ ավելի համեստեր են առումով, որ Զատ նաև իրենք միամտություն ունեին, այդ ասենք Վահրամ Ալազանը վերջում որ արդեն գալիս են այդ աքսորից, նրանք մտածում են որ այդ ամեն ինչը թյուրի մացությունն է, մինչև վերջին պահը իր ուշագրության, որ դա այդ Բերյան էր խառնել իրար Սուրբ Ստալինը գիտեր, որ իրենք միամիտ բանի զոհ էին։ Այդ պատկերացումը ես մենակ Ալազանի մոտ չի։ Մեր իրականության մեջ ոնց որ դա իշխող լինի։ Որ իրանք սխալի զոհեր էին, ինչ որ կոնկրետ ինչ որ դավադիր մարդկանց զոհեր էին, ոչ թե համակարգի։ Հա, բայց դա պատահական չէր, դա հենց Խրուշովյան բանն էր, այսպես ասած պատումն էր, մենք չմոռանանք, որ Խրուշովը երբ որ քննադատեց ստալինյան քաղաքականությունները, քննադատեց հենց այդ տեսանկյունից, որ մեկ հոգու քաղաքականություններ եւ նաեւ այդ շրջանում, այսպես ասած, ժողովրդական ըմբռնումներում, երբ որ ձևավորվել էր մատնիչներն էին, հարևանները, որոնք իրար հետ վատ հարաբերություններ ունեին, իրենք սուտ մատնագրեր էին տալիս եւ այլն, այս պատահական չէր, որ այս պատումներն են սկսում հենց 60-ական 70-ական թվականներին զարգանալ եւ այդպես էլ մտածում էին, որ այո, լավ, մեկ հոգին քաղաքական իշխանության հաստատումի հարցեր, կոնկրետ գաղափարախոսության եւ մեկ այլ հարցեր, որ տակից, ասենք, առօրյա կյանքում ձևավորվում էր որոշակի մեխանիզմ, այդ մեխանիզմը այդ մատնության մեխանիզմներ կամ հարցերը լուծելու իրենց կենցաղային ընտանեկան կամ այլ հարցերը, անձնական հարցերը լուծելու այդ ճանապարհով։ Համակարգը չի դա սկսել եւ համակարգը չի ղեկավարել, այո, դե սա էլ նպատակը։ Այո, բայց սա ոնց որ խորհրդային քաղաքականությունների մաս է։ Ես եմ ուզում, որ մենք նկատի առնենք, որ Երբ որ ասում ենք առօրյայում ձևավորվել, առօրյայում հենց նես չեն ձևավորվում այս խնդիրները, այսինքն ինչու ասենք 20 տարի առաջ չկար, հանկարծ այդ շրջանում եղավ։ Եթե ուշադիր ենք լինում պետական քաղաքականություն վարելու եղանակներին, մենք տեսնում ենք, որ այս երկուսը իրար հետ սերտորեն կապված են, այսինքն այդ պատումները նաև քաղաքական պատումներ էին, էլի մատնիչների դավաճանները արդեն դառնում էին մատնիչներ, մեղմվում էր մի կողմից, բայց մյուս կողմից մենք լրիվ արդեն ուրիշ բան ենք զարգացնում, չէ՞ որ տենց տակից էր դա տեղի ունենում, ու մենակ վերևից չէր որ տասնամյակներ անց, եթե մի քիչ էլ ամփոփենք մեր զրույցի իհարկե, այսօրվա ընթերցողին ինչ կարող են տալ այս տեքստերը, թե հուշագրական, թե զուտ գեղարվեստական եւ ինչով կհետաքրքրեն, եթե կարելի էսպես ասել, մանավանդ որ ես չգիտեմ ժամանակակից մեր ընթերցողները, հատկապես ուսանողները որքանով գիտեն պատմության մեր այս շրջանը եւ այնտեղից, չգիտեմ, դասեր քաղելու խնդիր կա։ Ես անկեղծորեն չգիտեմ, որ այս նյութերը գրականությունը դասավանդվում է դպրոցական դասագրքերում, այո, գիտեմ, որ դպրոցական ծրագրերում ծաղկած փշալարերն է, բայց ուրիշ ոչինչ չունենք։ Բայց թե ինչ մեթոդով է ներկայացվում, ինչ համատեքստում, ես չեմ կարծում այդքան խորհրդանա, որովհետև աքսոր, ստալինյան բռնություններ, սա է գլխավոր։ Չէ, զուտ որպես գրականություն ինքնին, ոչ թե գրականության պատմության փաստ։ Այդտեղ մի հետաքրքիր երևույթ կարող է դիտարկվել, որը, չգիտեմ, ինքնին հետաքրքիր է, տես եթե գնանք գեղարվեստականությունը գնահատելու ճանապարհով ստացվում է մի պարադոքսալ իրողություն, են գործերը, որոնք գեղարվեստականորեն ավելի լավ են իրացված եւ զեղչել են իրենց իսկ գուլագային լիքը իրողություններ, ավելի երկար կյանք ունենան զարմանալիորեն, քան այն ինչ որ ավելի հարազատ է գուլագին, որտեղ գեղարվեստականությունը իջեցվել է, որտեղ այս արդեն հետաքրությունների ծիրում է, հետաքրես չես գնալու, հետաքրես գնալու ես, գեղարվեստը դե ուրիշ բան է ամեն դեպքում էլի։
Մասամբ եմ համաձայն Արքմենիկ, որովհետև ստեղ ինչ խնդիր ունենք, եթե նայում ենք իրեն որպես փորձառություն, այս ոնց որ գեղարվեստականության մասը չի տարանջատվում մնացած խնդիրներից, էլի, այսինքն հետահայաց իրենց ապրածը ընկալելուց չի տարբերվում։ Իհարկե, այստեղ գործ ենք ունենում շատ հետաքրքիր երևույթի հետ, կարան իրենք իրենց սրբագրեն, խմբագրեն, եւ այս ինքնասրբագրումն ու ինքնախմբագրումը այս գրականության սրտում է, որովհետև երբ որ նայում ենք թե քանի տարբերակ են գրել այդ մարդիկ, ասենք այս մի գործ, նույն Վաչե Սարգսյանը քանի տարբերակա գրել այդ մի վեպի, այդ դուք հասկանում եք, որ այդտեղ շատ ավելի լուրջ խորը երևույթի է։ Գուլագ է այդ process-ը։ Այո, հենց այդ, այսինքն մի կողմից ոնց որ քանդում են, բացում են, Մարին մոտ էլ այ Միչայլոց տենց Մարին ուղակի խոստովանում է, կհիշեք այդ ցաղկած փշալարերում այդ կտորները շատ կան, որ ասենք խոսում է, բայց ոնց որ մեկ էլ ցնորված հեղինակը կարծես խոսում է ինքն իր հետ ինչ որ մի անորոշ ժամանակից եւ տարածությունից, բայց դա այն է, որ ինքը գնահատում է արդեն այն մյուս ժամանակի մեջ, գրելու ժամանակի մեջ ինքը սկսում է գնահատել, որ բացվեց, հալվեց, քանդվեց, ծաղկեցին փշալարերնի վերջո, երբ որ գրեց այդ փորձառությունը, երբ որ լեզուն գտավ, երբ որ միջոցը գտավ իր փորձառությունը գրելու, այդ փշալարերը ծաղկեցին։ Այսինքն այս առումով չգիտեմ որքանով դա ռոմանտիզացված է, ես չեմ կարծում, որ շատ ռոմանտիզացված է, բայց ուղղակի կապված է իր ընկալումների հետ։ Եթե ուղիղ տենց չոր նայենք որպես գեղարվեստական գրականություն, հա կարող ենք ասել, որ ռոմանտիզացված է, բայց այդքան ռոմանտիզացված չի ինձ թվում, որովհետև դաժան բաներ է ի վերջո ասում էլ ունես չի որ։ Ամեն դեպքում թերևս պետք է ծանոթանալ թե գրականության պատմությանը, թե պատմությանը, թե այս բարդ ժամանակները ավելի լավ հասկանալու եւ դրանք չկրկնելու համար